36 Սամոսի 7-րդ խոսքից մինչև 9-րդ խոսքը պետք է կարդամ։ Սամոսի հեղինակը Դավիթը ասում է. Ինչ պատվական է քո ողորմությունը, ով Աստված, եւ մարդկանց որդիքը քո թևերի շուքի տակ են ապավինած։ Նրանք լիանում են քո տան բարարդությունից եւ քո հաճության գետից խմել ես տալիս նրանց։ 9-րդ խոսքը, որի վրա հատուկ ուշադրություն պետք է դարձնենք, որովհետև կյանքի աղբյուրը քեզ մոտ է եւ քո լույսովն ենք լույս տեսնում։ Որովհետև կյանքի աղբյուրը քեզ մոտ է եւ քո լույսով ենք լույս տեսնում։ Առաջինը, կյանքի աղբյուրը քո մոտ է, սիրելիներ։ Երեմիայի գրքում, Երեմիայի մարգարեության 2-րդ գլխում լսում ենք, որ Աստված իր անունը կրող ժողովրդին, Իսրայելի ժողովրդին հետևյալն է ասում, իրանց վերաբերող խոսքը, որտեղ իմ ժողովուրդը կրկնապատիկ չարություն գործեց, ինձ կենաց ջրի աղբյուրս թողեցին, որ իրանց համար հորեր փորեն, ծակ-ծակոտ հորեր, որոնք չեն կարող ջուրը բարել։ Իսրայելի ժողովուրդը երկու չարություն գործեց։ Առաջինը մերժեց կյանքին, որտեղ Աստված է կյանքը, որտեղ Աստված է կյանքի ջրի աղբյուրը, եւ երկրորդը իրանց համար հորեր փորեցին իբր ջրորներ, որ ջուր չեն կարող բարել։ Հովհաննեսի ավետարանի 4-րդ գլխում լսում ենք, Տեր Հիսուսը Սամարացի կնոջը ասեց. Ամեն ով որ խմի այդ ջրից, նա նորից կծարավի, բայց այն ջուրը, որ ես նրան կտամ, նա հավիտյան չի ծարավի, այլ այդ ջուրը իր ներսիդին աղբյուր կլինի, որ հավիտենական կյանքի համար կբխի։ Աշխարհի ջրերը մարդկանց չեն կարող ուրախացնել, երջանկացնել։ Աշխարհի ամենահարուստ մարդը Իլոն Մասկը վերջերս գրեց, հայտարարեց, որ հարստությունը չի կարող մարդուն երջանկացնել։ Երջանկությունը սա է, որ մարդ ունի ամենամեծ հարստությունը, որ Աստված է։ Իմաստունը իր իմաստությամբ թող չպարզենա, հարուստը իր հարստությամբ եւ զորավոր իր զորությամբ, այլ մարդ թող սրանով պարզենա, Աստված ասում, որ իրան է ճանաչում։ Եվ Պողոս Հարատյանն էլ գրում է. Աստծո arkայությունը ուտելիք ու խմելիք չէ, այլ արդարություն, խաղաղություն, ուրախություն Սուրբ Հոգով։ Աստծուն ունեցողն է երջանիկ, Աստվածը Աստծո մոտ է կյանքի աղբյուրը։ Եվ նաև Տեր Հիսուսը ասեց, Տոնի վերջին օրումը աղաղեց ասելով, եթե մեկը ծարավ է, թող ինձ կա ու խմե, որտեղ ինչպես Գիրքն ասում, ինձ հավատացողի փորից կենտանի ջրերի գետեր կբխեն։ Հովհաննեսի ավետարանի առաջի գլխի առաջի խոսքերից լսում ենք. Կյանքը նրանով էր եւ կյանքը մարդկանց լույսն էր։ Այստեղ Սամոսի 36 Սամոսի 9-րդ խոսքում ասում է. կյանքի աղբյուրը քո մոտ է։ Կյանքի աղբյուրը Հիսուս Քրիստոս է։ Կյանքը իրանով է, սիրելիներ։ Եվ դրա համար նույնպես ասվում է, գրված է Հովհաննեսի 3:36-ում, Աստծո որդուն հավատացողը ունի հավիտենական կյանք, իսկ ով որ որդուն չի հավատում, նա չի տեսնի կյանքը, այլ Աստծո բարգությունը մնում է նրա վրա։ Եվ Աստված իր որդու մասին ինչ է վկայում, եւ սա է վկայությունը, որ Աստված մեզ հավիտենական կյանք տվավ, եւ այդ կյանքը որդու մեջ է, ով որ որդուն ունի, ով որ ունի Քրիստոսին, նա ունի կյանքը, իսկ ով որ որդուն չունի, կյանքը չունի։ Եվ դրա համար Եբրայեցիս թղթի 2-րդ գլխի 9-րդ խոսքում խոսում է այդ մեծագույն փրկության մասին, որ Աստված մեր համար արել է Քրիստոսով։ Եվ Եբրայեցիս թղթի հեղինակը ինչ ասում, սիրելիներ, բայց հրեշտակներից մի քիչ ցածացած տեսնում ենք Հիսուսին մահի չարչարանքի համար,
փառքով եւ պատվով պսակված, որ Աստծո շնորհքով ամենի համար մահը ճաշակել, որտեղ վայելում էր նրան, որի համար է ամեն բան եւ որով ամեն բան, որ շատ որդիկ փառքի մեջ տանելիս նրանց փրկության առաջնորդը չարչարանքով կատարի։ Այո, Տեր Հիսուսը ամեն մեկից համար մահը ճաշակեց, պետք է մեռնեինք, մեր բաժիններ կրագի ու ծծմպել լիճը, բայց այդ տուժը պատիժին կկրեց, որպեսզի մեզ մտցնի Աստծո փառքի մեջ, որպեսզի մենք լինենք Աստծո զավակներ, որպեսզի մեր մեջ լինի հավիտենական կյանքը։ Կյանքի աղբյուրը քո մոտ է, այո, կյանքի աղբյուրը Տեր Հիսուս Քրիստոսն է։ Եվ դրա համար Տերն ասում է. ես եմ հարությունը եւ կյանքը, ես եմ ճանապարհը ու ճշմարտությունը եւ կյանքը, ոչ մեկը չի կարող հոր մոտ գալ եթե ոչ ինձանով։ Կյանքի աղբյուրը Աստծո մոտ է եւ այդ աղբյուրը Տեր Հիսուս Քրիստոսն է։ Երկրորդ մասի վրա ուշադրություն դարձնենք, այնտեղ ասում է, որովհետև կյանքի աղբյուրը քո մոտ է եւ քո լույսով ենք լույս տեսնում։ Քո լույսով ենք լույս տեսնում։ Այ սիրելիներ, Եդեմի այգում Սատանան մարդուն խաբեց, հարցրեց, ասելով, իրավ Աստված ասել է, որ այգում եղած ծառներից ոչ մեկի պտուղից չուտեք։ Եվան ասեց, ոչ, ամեն ծառի պտուղից ուտում ենք։ Աստված այդպես ասել, բայց մեջտեղ եղած բարու եւ չարի գիտության ծառից մի ուտեք, այն օրը կմեռնեք, բայց Եդեմի այգու կենտրոնում նաև կյանքի ծառն էր, կենաց ծառն էր, կենաց ծառի համար արգել չկար։ Եվ Սատանան խաբեց, որ եթե ուտեք այդ պտղից, Աստծո կամքից դուրս գաք, ոչ թե կմեռնեք, այլ Աստծո պես կլինեք բարին եւ չարը գիտենալով։ Այո, այսօր մարդը բարին եւ չարը գիտի, բայց ոնց գիտի։ 100 հոգի ամեն մեկի համար մի կարծիք, մի հարցի վերաբերյալ եւ բոլոր կարծիքները հակասական։ Հարցի համար սա է բարին, որ իր կեսուրից ազատվի։ Կեսուրի համար հակառակը։ Այն է բարին, որ իր հարցից ազատվի։ Այսինքն, մարդու գնահատականը բարու եւ չարու վերաբերյալ սիրելիներ խիստ հակասական է։ Խիստ հակասական է։ Եվ բարու եւ չարի գիտությունը պետք է լինի Աստծո շնորհքով։ Այն է բարի, որ Աստծո համար է բարի։ Այն է չար, որ Աստծո համար է չար։ Եվ սրա համար, սիրելիներ, Սուրբ Գրքում լսում ենք Եսայի մարգարեության 5-րդ գլխի 20-21 խոսքերում, որտեղ Աստված ասում է. Եսայի մարգարեություն 5-րդ գլուխ 20-21 խոսքերը. Վայ նրանց, որ չարին ասում են բարի եւ բարիին չար, որ խավարը շինում են լույս եւ լույսը խավար, որ դարը քաղցր են շինում եւ քաղցրը դարը։ Վայ նրանց, որ իրանց աչքին իմաստուն են եւ իրանց առաջը գիտում։ Վայ նրանց, որ չարին ասում են բարի։ Չար է, Աստծո աչքի առջև չար է, բայց մարդ համարում է բարի։ Աստծո առջև այդ բանը բարի է, Աստծո կամքն է, որ այդպես լինի, մարդը սա համարում է չար։ Եվ դրա համար ասում է, վայ նրանց,
որ չարին ասում են բարի եւ բարին չար, որ խավարը շինում են լույս եւ լույսը խավար, եւ դարը քաղցր են շինում եւ քաղցրը դարն։ Վայ նրանց, որ իրանց աչքին իմաստ ունեն եւ իրանց առաջը գիտուն։ Դա համար Արագած գրքի 3-րդ գլխում Սողոմոն իմաստուն ասում է, որ քո հասկացողությանը մի վստահիր, այլ քո ամեն ճանապարհներում Տիրոջը ճանապարհ, Տիրոջը ճանաչիր։ Հարյուրասուն Սամոսի մեջ վերջին խոսքերում լսում ենք Դավիթի աղոթքը, սիրելիներ։ Դավիթ այդ բանը հասկացել էր, որ այն է բարին, որ Աստված է ասում բարի, եւ այն է չար, որ Աստծո կամքին հակառակ է։ Եվ այդ դրա համար աղոթում էր 130 Սամոսի 23 խոսքից. Փորձիր ինձ ով Աստված եւ ճանաչիր իմ սիրտը, քննիր ինձ եւ ճանաչիր իմ մտածմունքները եւ տես, թե որ չար ճանապարհում լինեմ եւ առաջնորդիր ինձ դեպի հավիտենական ճանապարհը։ Կյանքի աղբյուրը կոմոդ է եւ քո լույսով ենք լույս տեսնում։ Պողոս Արաքյալը պես ասել գրում է. Ինչ-որ հայներ լինում լույս է։ Եսայի մարգարեն տեսավ Աստծո փառքը եւ այդ փառքի մեջ, լույսի մեջ իրան տեսավ եւ սկսեց աղաղել վայ, վայ ես կորած եմ, վայ իմ շուրթերը պիղծ են եւ ապրում են պիղծ շուրթեր ունեցող ժողովրդի մեջ։ Մինչև Տիրոջ լույսի իջնելը ինքը այդպես չէր մտածում, արխային էր, ամեն բան իր տեղում էր համարում, բայց երբ որ Աստծո լույսը իր վրա ծագեց, Աստծո լույսի մեջ լույս տեսավ, այդ լույսը ո՞րն էր, իր իրական վիճակը։ Եվ երբ որ առաջի հանդիման ժամանակ Տեր Հիսուսը ասեց Պետրոսին, նա առաջ տար ուրկանը ջուրը քիչ, եւ ուրկանը լսվեց շատ ծգներով, թեև ամբողջ գիշեր աշխատել էին ու ոչ մի բան չէին բռնել։ Պետրոս ապելնելով ասեց, ինձնից հեռու գնա, որ ես մեղավոր մարդ եմ։ Ինքը տեսավ իր մեղավորությունը։ Դա լույս էր։ Այն որ Անանյան եւ Սապիրան եկեղեցում ուզում էին խաբեություն անել, իրաց ագարակը ծախել էին եւ գումարի կեսը բերեցին եղբայրների մոտ, այնպես ներկայացնելով ցույց տալով, որ դա ագարակի ամբողջ գումարն է, վեր հանվեց իրաց խաբեությունը, որ գումարի մի մասը հորել են։ Դա լույս էր։ Ինչ որ վեր է հանվում ծածուկը, դա լույս է, սիրելիներ։ Քո լույսով եք լույս տեսնում։ Պետրոս Արաքյալը Սուրբ Հոգով լցված ազնվորություն էր եւ այդ լույսի մեջ տեսավ իրականությունը, որ խաբում են։ Հագարը Իսմայելի հետ անապատում մոլորված էր։ Այն ջուրը, որ Աբրամը իրաց տվել էր, վերջացել էր։ Եվ Հագարը երեխին իրանից մի քիչ հեռու թողեց, որպեսզի մեռները չտեսնի, բայց Աստված այցելեց, Աստված խոսեց, եւ գրված է Աստված Հագարի աչքերը բացեց եւ տեսավ մի ջրոր եւ այնտեղի ջուր վերցրեց։ Աստված Հագարի աչքերը բացեց եւ նա տեսավ ջրորը եւ ջուր վերցրեց։ Աստծո լույսի մեջ, երբ որ լուսավորվեց իր աչքերը, աղբյուրը տեսավ, սիրելիներ։ Նման ձևով էլ, երբ որ խաչի վրայի ավազակը սկզբում չէ, ընկերոջը միացած անարգում էր Տիրոջը, բայց քիչ հետո փոխվեց, ինչ եղավ։ Փոխվեց, իր վրա լույս ծագեց։ Այդ լույսի մեջ տեսավ, թե իր կողքին խաչվողը ով է, Մեսիան է, Փրկիչն է, եւ իր մեղքը տեսավ։ Եվ իր գլուխը շուրջ տալով Տիրոջ կողմ ասեց. Տեր, ինձ հիշիր, երբ որ քո թագավորությամբ կաս։ Ինքը նախապես նաև իր մեղքը խոստովանեց։ Ինքը Պողոսը, թեև արդեն ինքը դարձել էր Տիրոջը եւ իր ջանքով, իր ուժով, իր կամքով ուզում էր Աստծուն հաճելին ապրել, բայց ինչքան ջանում էր, այնքան ավելի էր պարտվում։ Ինչքան
ոնց որ ասած իր մարմինը ուզում էր ինքը ճնշեր, իրանով հասներ արտարության չէր ստացվում եւ Աստված այցելեց Աստծո լույսի մեջ տեսավ իր իրական վիճակը եւ աղաղեց ինչ խղճալի մարդ է մեզ ով ինձ պետք է ազատի այս մահացու մարմնից այո սիրելիներ Աստված ուզում է որ մարդը իր համար լինի կոտրված իր առջև լինի կոտրված խոնարհված ամբողջովին իրանից հրաժարված իր հանդեպ ունեցած հավատքը կորցրած եթե մարդը իր հանդեպ հավատքը չի կորցրել Աստծուն չի կարող հավատալ երկու ոտքի վրա է կաղալու եւ դրա համար հիշենք Եղիայի պատմությունից երբ որ Եղիան Իսրայելի ժողովրդին հանդիպեց իրաց ասեց մինչև երբ երկու ոտքի վրա կկաղաք երկու մտքի վրա կկաղաք եթե Եհովան Աստված իրան պաշտեք իսկ եթե Աստված է Բաղը իրան պաշտեք եւ հետո տեսնում ենք որ Աստված Եղիայի միջոցով հրաշք արեց երկնքից իջավ կրակը զոհ այրեց ժողովուրդը երեսի վրա ընկավ աղաղելով Եհովան է Աստված Եհովան է Աստված Հայրներ աղոթում ենք քո կամքը լինի ինչպես երկնքում այնպես երկրի վրա ոչ թե մեր կամքը ոչ թե մեր իմացած լավով այլ Աստծո իմացած լավով կյանքի աղբյուրը քո մոտ է այո կյանքի աղբյուրը Տեր Հիսուս Քրիստոսն է եւ քո լույսով եւ Աստծո լույսով ենք լույս տեսնում Աստծո լույսով ենք տեսնում իրականությունը Աստծո լույսով ենք տեսնում մեզ Աստծո լույսով ենք ամեն բան հասկանում եւ դրա համար սիրելիներ բարու եւ չարի գիտությունը դա պետք է լինի Աստծուց կախված Աստծուց մինչեւ մեր գործելը մեղանչելը Ադամը եւ Եվան այդ գիտությունը չունեին որովհետեւ այդ գիտությունը ունենային պետք է իրանք Աստծուն դառնային Աստծուց խնդրեին Աստված պետք է իրան ասեր որն է բարին որն է չարը եւ վերջում սիրելիներ եզրափակման մեջ ուզում եի Պողոս Արաքյալի խոսքերը կարդալ Կողոսացիս թղթի առաջի գլխի 9-րդ խոսքից նրա համար մենք էլ այն օրից հետո որ լսեցինք չենք դադարում ձեր համար աղոթք անելուց եւ խնդրվածք մատուցանելուց որ լցվիք նրա կամքի գիտությունով ամեն իմաստությունով եւ հոգեվոր հանճարով որ դուք գնաք ինչպես արժան է Տիրոջը ամեն բանի մեջ հաջող լինելով նրան ամեն բարի գործում բդղաբեր լինեք եւ աճեք Աստծո գիտության մեջ ամեն զորությունով զորացած իր փառքի զորության համեմատ ամեն համբերության եւ երկամտության մեջ ուրախությունով եւ գոհություն տակ Հորը որ մեզ արժանացրեց մասնակիցնելու սուրբերի վիճակին լույսում որ փրկեց մեզ խավարի իշխանությունից եւ փոխադրեց մեզ իր սիրելի որդու արքայության մեջ այնտեղ տեսում եք Պողոս Արաքյալի աղոթում չենք դադարում ձեզ համար աղոթք անելուց եւ խնդրված մատուցանելուց որ լցվեք նրա կամքի գիտությունով այ մենք պետք է միշտ դա խնդրենք Տիրոջ կամքը մի գործ ենք ձեռնարկում իր կամքը պետք է խնդրենք իր առաջնորդությունը պետք է խնդրենք եւ նրանք են Աստծո որդներ որ առաջնորդվում են Աստծո հոգով Եսայի մարգարեության մեջ ասում է եւ ականջիդ հետևից մի ձայն պետք է լսես որ պետք է ասես հայ ճանապարհը Աստված թողնի սիրելիներ մեր կախվածությունը միշտ Տիրոջից լինի մեր հայացքը միշտ ուղղված լինի Տիրոջը ինչպես Եբրայեցիս ասում է Հիսուսին նայենք մեր հավատքի առաջնորդին եւ կատարողին որ այն ուրախության համար որ իր արժեվ կեցած էր խաչը հազն արավ ամոթ արամարեց եւ Աստծո մեծության աշկոհը նստեց հիմա աղոթելու ենք աղոթքից առաջ երկենք երկ տեսենք սիրելիներ եւ նաեւ սա ասեմ երբեմն հարց է առաջ գալիս Աստված արգելք չէր դրել կենաց ծառի վրա չէ արգելքը դրված էր միայն բարու եւ չարի գիտության ծառի վրա կենաց ծառի վրա արգելք չէր դրված Ինչն էր պատճառը, որ մարդը կենաց ծառից չօգտվեց։ Սա լուրջ հարց է, սիրելիներ։
Այնց էստեղ հարցը սիրելներ, որ մարդը Աստծուն պետք է դառնա բարին եւ չարը իմանալու համար։ Եսայի մարգարեության 53-րդ գլխում Տեր Հիսուսի համար ասում է. ոչ կերպարանք ուներ, եւ ոչ վայելչություն, եւ մի տես չկար, որ նրան ախորժեին։ Տեր Հիսուսն է կենաց ծառը, Տեր Հիսուսն է կյանքը։ Եվ իր համար այդպես ասում, ոչ կերպարանք ուներ եւ ոչ վայելչություն, եւ մի տես չկար, որ նրան ախորժեին։ Շնչավոր մարդու համար Ադամը շնչավոր էր, դեռ հոգևոր չէր, կյանքին հաղորդ չէր, կյանքը, որ Աստծու մեջ էր, կյանքը, որ Հիսուս Քրիստոսով էր, նա այդ կյանքին հաղորդ չէր, շնչավոր էր, որպեսզի ինքը հասկանար բարին, պետք է Աստծուց դառներ եւ ուղղվեր կենաց ծառին։ Եվ դրա համար շատերը, ասենք արվեստագետներ, աստվածաբաններ, կյանքի ծառը նկարել են անշուք, այդպես մի մածարի պես, անշուք, որ տես չունի, բայց իր մեջ կյանք կար։ Աստված թողորնի սիրելներ, Աստված թողորնի։ Նորից եմ հիշեցնում 36 Ամոսի 9-րդ խոսքը, որովհետև կյանքի աղբյուրը քո մոտ է եւ քո լույսով ենք լույս տեսնում։ Աստված թողորնի։